կոնկրետ ոչ մեկի կողմից բռնարարի հետ կոնկրետ աշխատանքներ չենք տանում, որը համարում եմ խիստ ավելի կարևոր, որովհետև մենք բուն հիմնախնդիրը թողնելով կողքի, մենք բռնության ենթարկված կանանց, երեխաներին, իրանց մասով ենք չէ՞ միշտ աշխատանքները տանում, բայց մենք չգիտենք, այդ բռնարարը կոնկրետ ինչից տրտված գնաց այդ քայլին։ Միգուցե ինքը ապրել է այնպիսի ընտանիքում, որտեղ եղել է նմանատիպ դեպքերը ու մեծացել է բռնարարի ընտանիքում ու նմանատիպ վարքագիծ է այս պահին դրսևորում։ Ոստիկանության կողմից անհետաձգելին կիրառելու ժամանակ մենք բռնարարին դարձնում ենք ավելի ագրեսիվ։ Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, որը փորձը ցույց է տվել, որ դա այդպես է ու փորձագետը իր սլայդում ցույց տվեց, որ կրկնվող դեպքերը գրեթե 2 անգամ ավելանում են։ Այս պարագայում ինչ է լինում։ Բռնարարը հեռացնում են 20 կամ 25 օր ընտանիքից, չէ, այդ մարդուն ասում ենք պետք է չշփվես։ Այդ անհետաձգելին կիրառելու ժամանակահատվածում բնականաբար իր ագրեսիան կրկնապատկվում է։ Մարդուն հանում են իր ընտանիքից, իր երեխաներից ու հենց ասում են գնա դի չշփվի, ինչ անում այդ մարդուն ասում են գնա զբաղվի հարբեցողությամբ, ուրիշ այլ վատ արարքներով, հա իրականում փորձը ցույց է տվել, որ այո, դա այդպես է։ Ինչու չենք մշակում այնպիսի մեխանիզմ, որ կոնկրետ աշխատանքներ տապեն, կոնկրետ բռնարարի հետ մի հատ հասկանանք, ասենք Պողոս ջան, երբ որ դու այս բռնության ինչ-որ մի տեսակ ես կիրառում ընտանիքիդ կամ հասարակության նկատմամբ, մի հատ արի հասկանանք պատճառը հենց որն է, միգուցե այդ մարդը խորը դեպրեսիա ունի հոգեբանական կամ այլ ինչ-որ դրդապատճառ, որը իրեն մղում է քայլի։ Օրինակ ես շատ կուզենայի, որպես առաջարկի խնդրում եմ դրանցից, որպեսզի ունենանք այնպիսի ծառայություն, թեկուզ դա լինի պատվիրակված ՀԿ-ների կողմից պատվիրակի կառավարությունը կամ չգիտեմ պետությունը, որպեսզի մենք ունենանք մասնագետներ հմուտ վերապատրաստված, ովքեր աշխատանքներ կտանեն կոնկրետ բռնարարների հետ հասկանալու պատճառները։ Շնորհակալություն, նկատիչ տեղեկացրել, որ ռեաբիլիտացիայի ծրագիրը շատ շուտով մեկնարկելու է եւ շուտով կգործեն նաեւ բռնություն կիրառող անձանց հետ աշխատանքները։ Շնորհակալ եմ։ Միանշանակ համաձայն եմ, որ պետք է բռնարարի հետ աշխատանք անել, որովհետեւ հիմա կներկայացնեմ մի քանի պատճառներ, նաեւ ես ձեր փորձագետի հետ հարցազրույցի ժամանակ եմ ներկայացրել, թե մենք ինչ օրենսդրական խնդիր ունենք։ Կանանց իրավունքների դեպքում մենք մի տեսակ, ես չեմ ուզում ոչ մի կերպ նվաստացնել կանանց իրավունքները, նվազեցնել դրանց կարևորությունը, սակայն մենք մի տեսակ նաև տղամարդկանց իրավունքներն ենք այդ ֆոնի վրա նվազեցնում, իջեցնում, ցածրացնում եւ ավելի անբարենպաստ պայմաններ ենք ստեղծում տղամարդկանց համար։ Այսինքն ինչ ունենք մենք հիմա, մենք ունենք ոչ կանանց բռնության ենթարկված կանանց համար ունենք անվճար աջակցության կենտրոններ։ Բայց բռնարարին երբ տանից հեռացնում ենք, իրեն առաջարկում ենք վճարովի ապաստարան։ Անձը մեր իրականության մեջ չունի աշխատանք, կամ եթե ունի իր աշխատանք, որը դիմում է, մենք իրեն առաջարկում ենք տեղափոխվել Երևան, արժե ինքը այստեղ աշխատանքի չի կարող հաճախել եւ չի կարող այդ 70,000 դրամ ապաստարանի գումարը վճարել։ Ունեցանք ֆինանսական խնդիր։ Բացի այդ, Սահմանադրական դատարանը նախադեպային որոշում է ընդունել, որ եթե դա անձի բնակության միակ վայրն է, չի կարելի անձին այդտեղից հեռացնել։ Եվ դա է պատճառը, որ անհետաձգելի միջամտության որոշումները վարչական դատարանի կողմից մեծամասամբ վերկանգնում են։ Այսինքն անձը ունի այդ մի բնակության վայրը, այդ մի սեփականությունը, չունի այլ բնակության վայր, օրինակ ասենք ծնողների տուն, որտեղ իրեն կընդունեն, քրոջ եղբորտուն, որտեղ իրեն այդ 20 օրը կընդունեն։ Մենք այնուամենայնիվ իրեն հեռացնում ենք այդ տանից, ավելի կարևորելով կնոջ իրավունքները, տուժողի իրավունքները եւ իրեն իր սեփականությունից զրկում ենք։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված է նաեւ անձի սեփականության իրավունքը։ Եթե այդ տունը պատկանում է բռնարարին իր սեփականությունը, ոնց ենք մենք իրեն իր սեփականությունից հեռացնում։ Հեռացնում ենք քիչ է իր միակ ապաստարանից, մի հատ ուրիշ ապաստարան ենք առաջարկում ֆինանսական դժվարություններ։ Այս հարցն է պետք է լուծվի։ Ինչու կանանց համար ապաստարանը անվճար է, կանանց համար վճարվում։ Ինչ է լինում, զրկվում է իր միակ ապաստարանից, որտեղ ինքը կարող է գիշերել, իր հիգիենան բարել, իր
օրյան բարև, մնում է դրսում։ Ուր պիտի գնա, մի օր այս մի ընկերոջ տունը, մյուս օրը հորոքորդ տունը, մյուս օրը չկա, դա 20-25 օր որտեղ է մնում։ Մենք ունեցել ենք նույնիսկ դեպքեր, որ գիշերեր են դրսում այդ նստարանների վրա։ Եվ վերջի վերջը այդ մարդը խնամքի կարիք ունի, վերադառնում է տուն, հագուստներս փոխելու են եկել ասում, բայց ինչ ենք անում։ Հայաստանի Հանրապետության Քրեական ունեցույթի 500-րդ հոդվածի առաջին մասով դու խախտել անմտածելիքի միջամտության որոշումը եւ ենթարկել քրեական պատասխանատվություն։ Բա որտեղ պետք է հոգ այդ մարդիկ կարիքները։ Նա չվերցնենք կին եւ տղամարդ, ով որ հայտնվել է այդ վիճակում։ Այսինքն մենք պետությունը պիտի ապահովի բոլոր այս հանգամանքները, որպեսզի կարողանանք կիրառել։ Ընտանեկան բռնություն ասվածը նաև շատ լայն իմաստով է ընդունվում։ Մենք ունենք ահազանգեր, երբ երեխան զանգում է ոստիկանություն, 102 եւ ասում է շուտ հասեք ընտանեկան բռնություն է։ Շուտ հասնում եք ինչ է եղել։ Ամբողջ օրը նստած է հեռախոսի մեջ, հայրը ասել է հեռախոսը տուր։ Ընտանեկան բռնություն է, ու դա ձեր թվերում երևում է։ Այդ մեծ թվերը 8000, 10000 եւ այլն, այո, ոստիկանության, այո, Կարինե ջան, ես հիմա ձեր աշխատանքի հետ կապված ավելի մանրամասներ ասեմ, ես չեմ նվաստացնել աշխատանքը, շնորհակալ ենք աշխատանքի համար, բայց նաև ունենք հակադարձ պատկերը։ Ունենք կանայք, ովքեր շահագրգռում են սոցիալական ծրագրերով, որ գնանք անվճար մասնագիտություն սովորենք, ու իրենց ինչ-որ մեկը հուշել է, որ եթե դու զանգես ոստիկանություն ասես, որ ամուսինդ քեզ ծեծի են ենթարկել, քեզ կտանեն կանոն իրավունքների տուն, այնտեղ քեզ անվճար մասնագիտություն կստանաս, մենք ցուցմունքներով դա անենք, հաստատված փաստերով։ Այո։ Ու իրենք օգտագործում են այդ հանգամանքը։ Զանգահարում են ոստիկանություն, որ ընտանեկան բռնություն է տեղի ունեցել, փորձում են օգտվել սոցիալական ծրագրերից, եւ այս պարագայում շատ կարեւոր է ռեալ ընտանեկան բռնության դեպքը տարանջատել թվացյալ բռնության դեպքից։ Հնչեցվեց այն միտքը, որ դատարանները պատրաստված չեն։ Հետաքրքիր իրավիճակ է ստացվում, ոստիկանությունը, խոսվեց ոստիկանությանը վստահում են, չեն վստահում ոստիկանությունը արձագանքեց, չարձագանքեց։ Այո, առաջին օղակը ոստիկանությունն է արձագանքող, բայց ոստիկանության աշխատանքը ուղղորդում է քննչականը դատախազությունը, իսկ դատարանների առումով քննչականում են բոլորը վերապատրաստումներ անցած, դատախազություններ են անցած, իսկ դատարաններում հատուկ դատավորներ կան, ում հատկապես, եթե իրենք վերապատրաստված են, անպայման վերապատրաստված դատավորներին են մակագրվում անչափահասների եւ ընտանեկան բռնության դեպքեր։ Հիմա եթե Շիրակի մարզի դատարանում առաջին անգամ դատարանում մենք ունենք 6 քրեական մասնագիտացման դատավորներ, իրենցից 4-ը միանշանակ ընդունում են այն քրեական գործերը, որոնք ընտանեկան բռնության եւ անչափահասների վերաբերյալ են, որովհետեւ իրենք անցել են հատուկ վերապատրաստումներ, իրենք ունեն հատուկ գիտելիքներ եւ անչափահասի հետ աշխատելու եւ բռնության զոհ դարձած անձանց հետ հաղորդում տվեց, ամուսնուն դատապարտեցին եւ դա դառնում է բնավորություն, արեստ։ Ինչպես։ Իսկ հարց եք տալու։ Ինչու՞։ Հաջորդ անգամ զանգում ենք արդեն սովորել է, որ ասի, որ ամուսինս ինձ սպառնաց, իրանք կտանեն կդատապարտեն, մի քանի ամիս կկալանավորեն, ինքը ազատ ոնց ասած իր ցանկությամբ ինչ ուզի այն կան։ Ես ունեմ այո, եւ ինքը բախվեց նրան հետ չակերտավոր զոհը բախվեց նրան, որ ես քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդությունը մերժեցի, որովհետև ես այդ բռնությունը չեմ տեսել, այլ հակառակն եմ տեսել, որովհետև ամուսինն էլ փաստեր ներկայացրեց, թե կինը ինչպես է վարվում, ինչ է անում, ինչի է իրեն հրթում։ Իր համար դա մի հատ թեր ստրեսային վիճակ էր։ Ոնց, բա ոնց որ նախորդ անգամ գործը հարուցվեց, բա ոնց որ անցած անգամ կալանավորեց, որովհետև դա դարձավ իր համար սովորություն։ Ու սովորությունը որն է, այ ասում ենք հոգեկան բռնություն, չէ, որը սպառնալիքների տեսքով է արտահայտվում։ Ու շատ դժվար է դա ապացուցել, որովհետև եթե դա հարևանների մեջ է, դրսում է իրար հայոյեցին, իրար սպառնացին, մյուս հարևանները լսեցին, եկան, պատմեցին, ցուցմունք տվեցին։ Երբ ընտանիքում է փակ դռների հետևում, երկուսով են, մեկը մյուսին ինչ ասեց, ուրիշ եղանակ, անաչառ դիտորդ չունես, որ գա անաչառ ասի, որ այսպես է իրականությունը։ Այլ մեկն ասում է սպառնացել է, մյուսն ասում է չեմ սպառնացել։ Ու մենք այնքան ենք կարևորում հիմա զոհի կարգավիճակը, որ
երկու հավասար պայմանների դեպքում առավելությունը տալիս ենք զոհին։ Հավասար են, չէ՞, երկու անձինք հավասար են։ Ինչու ենք մենք առավելությունը տալիս միայն զոհին։ Մեկ անգամ է դեպքը դա ընտանեկան բռնություն չէ։ Ընտանեկան բռնությունը ենթադրում է պարբերականություն, աղբացություն, այո, պետք է պարբերականություն լինի, որպեսզի լինի ընտանեկան բռնություն, դա ես չեմ ասում, դա օրենքն է ասում, ես չգիտեմ ինչի եք այսպես վերաբերում իմ խոսքերին, մեկը չկտրվում, մեկը ագրեսիվ վերաբերում եւ այլն։ Դա օրենքն է նախատեսում, որ պետք է լինի պարբերականություն եւ լինի կապվածություն։ Երբ մենք ունենում ենք առաջին դեպքը եւ հետո ունենք զղջում, ունենք փոշմանում, ունենք ընտանիքը վերականգնելու, անչափահասներին հորից չզրկելու հնարավորություն, մեր օրենքը հիմա արգելում է դա։ Եվ օրենքի մարդիկ, օրենսդրական կառույցները դառնում են խոչընդոտ մեր ընտանիքների կայացման հարցում։ Այսինքն, երբ մենք մյուս հարցերում, երբ հարևաններն են վիճել, երբ ընկերներն են վիճել, բռնությունը ծեծը, նույնիսկ դանակահարությունը կարող է հասնել այն հարցին, որ հաշտության հիմքով գործը ավարտվի եւ իրենք բարիշեն, այսպես լավ հարաբերություններով բաժանվեն, հասկանան իրենց սխալը, վերասոցիալականացնեն, ընտանեկան բռնության դեպքում մենք ունենք այդ օրենսդրական բացառ։ Բազմաթիվ ընտանիքներ առաջին անգամ բախվելով նման հարցի եւ հետո արդեն վերականգնում են իրենց լավ հարաբերությունները, ներողություն են խնդրում, փոշմանում են, այլևս երբեք դեպքը չի կրկնվում, մեր օրենսդրությունը թույլ չի տալիս այդ գործը ավարտել նախաքննության փուլում, քրեական գործը անպայման լինում է դատարան։ Եվ ինչ ենք ունենում ենք, որ բռնարարը լինի կին, լինի տղամարդ, ունենում է դատվածություն եւ ամբողջ կյանքի ընթացքում իր կողակցին ասում է այ քո պատճառով ես դատապարտվեցի։ Ու մենք ավելի սրասում ենք այդ կոնֆլիկտը։ Օրենսդրական բացերից այս երկուսը ես նշել եմ նաև ձեր փորձագետի հետ հարցազրույցում, որ տղամարդկանց ապաստարանների հարցում մենք ունենք խնդիր եւ ունենք խնդիր ընտանիքում առաջին անգամ արձանագրված դեպքի շրջանակներում հայեցողական մոտեցում դրսևորել եւ գնահատել իրավիճակը կոնկրետ մասնագետի կողմից եւ ոչ թե օրենսդրական առիթով թույլ չտալ, որպեսզի ընտանիքը վերականգնվի։ Գոյություն ունի ռեհաբիլիտացիայի ծրագիր, որովին գործընկերների մեկը արդեն այստեղ է, որ մեկնարկում են եւ սկսել են աշխատանքները կան շատ տարբեր աջակցության ծառայություններ եւ շուտով ավելի դավարկելու է։ Անկախ նրանից կին է թե տղամարդ ռեհաբիլիտացիան գործելու է շատ շուտով։ Մասնագիտություն սովորեցնելու մասով գուցե 1, գուցե 2 դեպք եղել է, բայց նշեմ, որ տնտեսական զորացման եւ մասնագիտություն սովորելու համար մեզ համար պարտադիր կանոն չէ ընտանեկան կամ սեռական բռնության ենթարկված լինելը, սա հստակ պարտադիր չէ ընդհանրապես։ Եվ սա ուզում եմ ասեմ 1-2 դեպք հնարավոր է, այս կյանքում ամեն ինչ հնարավոր է։ Նաև ավելի հնարավոր է մեզ գալիս են, ասում են եւ ոստիկանության, եւ դատախազության, եւ քննչական կոմիտեի, եւ մեծ մյուսներից ինչ որ բաներ են ասում, որոնք մենք գիտենք, որ իրականությանը չի համապատասխան։ Ուղղակի մեր գործառույթը որպես գործընկեր կառույցներ պիտի ասել, որ սա նրա հետ կապ չունի, ընդհանրապես իրազեկել շահառուներն, եթե դիմում են ձեզ մեր բարակայում, ես տեղյակ չեմ այդ մի դեպքի կամ երկու դեպքի մասին, դուք ուղղակի շնորհակալ կլինենք, եթե ասեք, որ դա դրա հետ կապ չի եւ պարտադիր հանգամանք չի առհասարակ։ Երրորդ կետը նշեմ, որ մեր թվերը 236 ընտանեկան բռնության դեպք, որը 2024 թվականին է եղել, ընդհանրապես կխնդրեմ օգնես քանի տոկոսն է ոստիկանության կողմից ուղղորդված, մնացածը դիմել են որպես աջակցման կենտրոն, որովհետև վստահել են որպես աջակցման կենտրոն։ Ոստիկանության 60%-ը մյուսներից իմացած եւ վստահություն արդեն ձեռք բերած թվերն են, որ դիմել են։